Եկամուտները հայտարարագրել են երևանցիները։ Ոչ։ Չեք էլ դրացնելու։ Ոչ։ Իրը։ Ես շունեմ այդ ID քարտը պետք է հանեմ, հետո նոր։ Ոայ չէ։ Բայց դրացնելու եք։ Չէ երևի։ Հայլուրի Հարցախուզին մասնակցած քաղաքացիներից որևէ մեկը դեռ չի սկսել անգամ մտածել հայտարարագրման մասին։ Թեև ըստ օրենքի ամենաուշը մինչև նոյեմբերի 1-ը պետք է բոլորը եկամուտները հայտարարագրած լինեն։ Նորմալ չի, ոչ, ես դրան դեմ եմ։ Նորմալ չէ, կարծում են քաղաքացիները, որ իշխանությունը մտնում է մարդկանց գրպանը։ Ամեն ինչի, որ կարելի է իր քրտինքով աշխատած մարդը հայտարարագիր տա։ Սումա այդպես ավելի ճիշտ է, որ չտանք։ Չէ, հեշտ չի, բայց ես կարծում եմ, որ դա իզուր բան է, էլի, իզուր, դա համարյա մտնում է քո ընտանիքի մեջ։ Հունվարից եկամուտների համընդհանուր հայտարարագիր լրացրած 10,604 քաղաքացի հետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ։ Մեկ մարդու վերադարձված կրեդիտը մոտ 92,000 դրամ է, թվերը Փաշինյանն է հրապարակել։ Ոչ մի դրամ էլ չեն ուզում եվրոպական փորձը կապկող իշխանությունից մեր Հարցախուզին մասնակցած քաղաքացիները, կուշտ են։ Շնորհակալ եմ այդ 100,000-ից, ինձ պետք չի ոչ հայտարարագիրը, ոչ իրանց 100,000-ը, ոչ մի բան։ Հայաստանի քրեական օրենսգիրքը 3-ից 6 տարի ազատազրկմամբ է սպառնում այն մարդկանց, որոնք հայտարարագիր կամ չեն լրացնի, կամ կեղծ տվյալներ կներկայացնեն, կամ էլ կթաքցնեն եկամուտները, բայց մինչև հիմա եկամուտները հայտարարագրում էին միայն պաշտոնյաները։ Խորհրդարանական ընդդիմությունը պետական եկամուտների կոմիտե գլխավոր դատախազություն հարցումներ է ուղարկել, բայց այդպես էլ ոչ մի պատասխան չկա այն հարցին, թե եկամուտների հայտարարագիր չներկայացրած քաղաքացիների դեպքում իշխանությունը բավարարվելու է վարչական տուգանքներով, թե փակելու է այդ մարդկանց բանտերում։ Թող բոլորին տանեն դատ։ 3-ից 6 տարի։ Հողի է դաշտին։ 3-ից 6 տարի ազատազրկում։ Վայ, շլավա։ Տակում են, բայց լուրջ եմ ասում։ Չգիտեմ աղջիկ ջան, դժվար է այդ հարցի մասին խոսալը։ Ճիշտ ասած, դեռ չեմ զբաղվել այդ գործով, քանի որ օգոստոսի պետք է վերցնեմ, կմտածեմ այդ ժամանակ դատվեմ, թե չդատվեմ։ Պատրաստ եք ենթարկվել։ Իհարկե։ Աննորմալ։ Հայլուրի Հարցախուզին մասնակցած 3 տասնյակ քաղաքացիներից ոչ մեկը լուրջ չի ընդունել, որ 3-ից 6 տարի ազատազրկում կարող է սպառնալ իրեն, եթե չհայտարարագրի եկամուտները։ Լանա Համբարձումյան, Նորայր Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։